Մայրենի, 4-րդ դասարան, դաս 16։ Սողոմոն Մկրտչյան, Մեսրոպյան տառեր։ Անմար լույսեր եք, Մեսրոպյան տառեր, որքան հույզեր եք իմ սրտում վառել։ Բացվել են ձեզնով աչքերը մտքիս, վեհ երազներով լցվել է հոգիս։ Ձեզնով եմ զգում հմայքը խոսքի, բացում գիտության դռները ոսկի։ Կարդում հայրենի մեղմանուշ երգեր, հրաշքներով լի հեքիաթներ, գրքեր։ Անշեջ կրակ եք, Մեսրոպյան տառեր, որքան լույսեր եք իմ ճամփին վառել։ Հանելուկ։ Մեծ զորավար Մաշտոցի զինվորներն ենք հաջարի, ինչ է անունն այդ հայտնի խաղաղասեր բանակի։ Այբուբեն։ Ասույթներ։ Հայոց գրերը նույնքան են նպաստել հայ ժողովրդի պահպանմանը, որքան և հայ ռազմիկները։ Մեսրոպը իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ։ Բառերի գանձատուփ։ Վեհ նշանակում է հիանալի, սքանչելի և բարձր դիրք ունեցող։ Բառը, որ իմաստով է գործածվել բանաստեղծության մեջ։ Հիանալի, սքանչելի։ Երեք իմաստով էլ օգտագործվել է բանաստեղծության մեջ։ Բանաստեղծության մեջ գտիր անշեջ բառի հոմանիշը։ Անմար, անշեջ։ Առաջին քառատողում գտիր զգացմունք, ապրում նշանակող բառը, այդ արմատով մեկ բառ էլ ինքդ ասա։ Խոսքը հույզեր բառի մասին է, արմատը հույզն է։ Հուզախառն, հուզառատ։ Մեղմանուշ բառի բաղադրիչներից յուրաքանչյուրով երկուական բառ կազմիր։ Մեղմանուշ բառի բաղադրիչներն են մեղմը և անուշը։ Կկազմենք մեղմասահ և անուշաբույր։ Սիրելի գիտեմնիկ, չեմ հասկանում, թե մտքի աչքերը որոնք են, և տառերն ինչպես կարող են բացել դրանք։ Օգնիր, եթե կարող ես։ Իմ լավ ընկերուհի, այս բառերը ուղիղ սովորական իմաստով չպիտի հասկանաս։ Մեկի աչքերը բացել կապակցությունը նշանակում է մեկին մի բան հասկանալի դարձնել, ճանաչել տալ։ Իհարկե միտքը աչքեր չունի, բայց բանաստեղծները երբեմն այսպիսի ոչ սովորական կապակցություններ են ստեղծում, որպեսզի իրենց ասելիքը ավելի տեսանելի, պատկերավոր դարձնեն։ Իսկ մտքի աչքերը բացել արտահայտությունը նշանակում է մեկի միտքը հարստացնել, նրան խելոք դարձնել։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Հեղինակն ինչու է տառերը Մեսրոպյան անվանել։ Որ տառերի մասին է խոսքը։ Խոսքը հայերենի Այբուբենի տառերի մասին է և Մեսրոպյան է անվանել, որովհետև տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Հեղինակն ինչի հետ է համեմատում հայոց գրերը։ Դու ինչի հետ կհամեմատես։ Հեղինակը հայոց գրերը համեմատում է լույսի հետ և բանալու հետ։ Նորից կարդա երկրորդ քառատողը և ասա, թե տառերով ուրիշ ինչ կարելի է անել։ Երկրորդ քառատողի մեջ տառերը համեմատվում է բանալու հետ, որը ոսկե դռներ է բացում։ Հմայք, հմայել, զույգի նմանությամբ շարունակիր։ Խոսք, խոսել, վազք, վազել, ծալք, ծալել։ Գրածդ զույգերից մեկի բառերը գործածիր նախադասությունների մեջ։ Անահիտը վազքով եկավ տուն։ Կարենը վազելով հասավ մինչև դպրոց։ Խոսք, երգ, տառ բառերի հետ հատկանիշ ցույց տվող երկուական բառ գործածիր։ Իմաստուն խոսք, գեղեցիկ խոսք։ Ազգային երգ, մանկական երգ։ Հայերեն տառ, լատինական տառ։ Պատմությունների և զրույցների զամբյուղ։ Հայերեն որ տառի ձևն է քեզ ամենից շատ դուր գալիս, այդ տառն ունեցող բառեր գործածելով մի պատմություն հորինիր։
Օրինակ, եթե ձեզ դուր է գալիս ատառը, ապա ատառով կարող ենք կազմել. Անահիտը առաջին անգամ աշտարակ այցելեց։ Նախադասության բոլոր բառերը սկսվում են ատառով։ Կարող եք կազմել մեկ այլ նախադասություն ձեր սիրելի տառով։ Ինչ ստեղծագործություններ ես սիրում կարդալ։ Պատմիր դրանցից մեկի մասին։ Իմաստունի օրատետրից Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերը 5-րդ դարի սկզբին 405-ից 406 թվականներին Մեսրոպ Մաշտոցի ստեղծած Այբուբենն ուներ 36 տառ։ Այն սկսվում է ատառով և ավարտվում Ք տառով։ Ավելի ուշ 12-րդ դարում ավելացան Օ և Ֆ տառերը։ Մաշտոցը Հայաստանում բացեց առաջին դպրոցները և ինքն էլ հայերենի առաջին դասերը տվեց։ Այդ պատճառով նրան անվանում են հայերենի առաջին ուսուցիչ։ Հայոց Այբուբենին նվիրված կոթող է կանգնեցված Օշականի ճանապարհին։ Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը։ Հայկական 38 տառերի քանդակներ են տեղադրվել Արագածոտնի մարզում, Արագածի ստորոտին։ Իմաստունի խորհուրդները Լեզուն գիտելիքների բանալի է։ Որևէ լեզու լավ իմանալը շատ կարևոր է։ Իսկ եթե մարդ մեկից ավելի լեզու գիտի, նա կարող է ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել։ Հարկավոր է լավ սովորել, սիրել ու պահպանել մայրենի լեզուն։ Իհարկե, օտար լեզուներ էլ պետք է սովորենք, սակայն ամենից առաջ և ամենից լավ մայրենի լեզուն պիտի իմանանք։ Լեզվաբանի դասը Մինչև հիմա մտածել ես, թե ինչ է նախադասությունը։ Ասա քո կարծիքը, լսիր ընկերներիդ։ Նախադասություն, նախադասության անդամներ։ Խոսելիս մենք նախադասություններ ենք կազմում։ Նախադասությունը ցույց է տալիս առարկան և նրա կատարած գործողությունը։ Օրինակ, թռչունները ծլվլում են, ծառերը ծաղկել են։ Այն բառը, որը նախադասության մեջ ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա։ Այստեղ թռչունները, ծառերը։ Այն բառը, որը ցույց է տալիս ենթակայի կատարած գործողությունը, կոչվում է ստորոգյալ։ Ծլվլում են, ծաղկել են։ Ենթական և ստորոգյալը նախադասության գլխավոր անդամներն են։ Միայն ենթակայով և ստորոգյալով կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն։ Օրինակ, տատիկը ժպտում է, գետը կարկաչում է։ Նախադասության մեջ ենթակայից և ստորոգյալից բացի կարող են լինել նաև այլ բառեր։ Օրինակ, լեռնային գետը կարկաչում է։ Լեռնային գետը կարկաչում է ձորում։ Այդ բառերը լրացնում են ենթակային կամ ստորոգյալին և կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Ենթակա, ստորոգյալ և լրացում ունեցող նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Օրինակ, տատիկը մեղմ ժպտում է, ոսկեշող արևը փայլում է երկնքում։ Դադարի պահ։ Զինվորներին ճիշտ դասավորելով կարդա Մաշտոցյան բանակի անունը։ Այբուբեն,